Կհաջողվի արդյոք Թուրքիային համոզել Միացյալ Նահանգներին չհարվածել Իրանին եւ միջնորդի դեր ստանձնել նրանց միջև գերլարված այս իրավիճակում։ Մի բան, որը չհաջողվեց Պարսից ծոցի երկրներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման ցանկություն է հայտնել ոչ միայն հունվարի 30-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ զրույցում, այլև հունվարի 27-ին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ քննարկումներում։ Անկարան առաջարկել է կողմերի հանդիպում կազմակերպել թեկուզև տեսակապի միջոցով, սակայն այդ առաջարկներին Թրամփի արձագանքը անհայտ է։ Փոխարենը Անկարան կարծես գործնականում հարթակ է դառնում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև։ Հունվարի 30-ին Ստամբուլում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին է ընդունել Թուրքիայի ԱԳ նախարար Հական Ֆիդանը։ Մամուլի ասուլիսին կողմերի հիմնական ուղերձը ուղղված էր բանակցային ճանապարհով հարցի լուծմանն ու ռազմական հարված թույլ չտալուն։ Արաղչին հստակ նշել է, որ Թեհրանը պատրաստ է դիվանագիտական գործընթացին, իսկ մինչև Արաղչին Ֆիդանը հանդիպել էր Անկարայում ԱՄՆ-ի ազդեցիկ դեսպան Թոմ Բարաքին։ Թուրքիան, որը սեփական անվտանգությունից ելնելով փորձում է խուսափել էսկալացիայից, պատրաստվում է ամենավատ սցենարներին։ BBC-ի թուրքական ծառայության համաձայն Թուրքիան Իրանի հետ սահմանակետին միջոցներ է ձեռնարկում դիմակայելու միգրացիոն հնարավոր հոսքերին։ ԱՄՆ-ի վերջին կոչերը նույնպես բանակցային պատուհան են թողնում Իրանի համար։ Թրամփը Թեհրանին կոչ է արել գնալ լուծումների, պահանջելով նախևառաջ հրաժարվել միջուկային ներուժից։ Օրակարգում է նաև բալիստիկ հրթիռների ծրագիրը սահմանափակելու հարցը, թեմաներ, որոնք կարմիր գիծ են Թեհրանի համար։